Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Նախանձ բուն։ Մի անգամ բուն իջավ թագավորի պալատի կտրին։ Այգում բարձր արմավենու վրա նա տեսավ մի սոխակի։ Բոլոր պալատականները գալով արմավենու մոտ սիրալիր ողջունում էին սոխակին։ Շուտով այգի եկավ և թագավորը։ Նա ոսկե սկուտեղով բերում էր ընտիր հատիկներ։ Բուն տեսավ, թե ինչպես թագավորը սկուտեղը դրեց գետնին, իսկ սոխակը իջավ ծառից և սկսեց կծել խոշոր հատիկները։ Երբ թագավորն ու պալատականները դուրս եկան այգուց, բուն սոխակին հարց տվեց. «Ասա ինձ, ինչով ես արժանացել այդ պատվին»։ Սոխակը պատասխանեց. «Թագավորը սիրում է ինձ իմ երգի համար, նա հրամայեց կատարել իմ բոլոր ցանկությունները և ամեն օր ինքն է գալիս ինձ կերակրելու»։ Երբ մութն ընկավ, բուն մտածեց. «Իմ ձայնը սոխակի ձայնից վատը չէ, եթե թագավորը լսի, թե ինչպես եմ երգում, դուրս կանի սոխակին և կհրամայի իր պալատականներին կատարելու իմ բոլոր քմահաճույքները, և ես էլ ստիպված չեմ լինի գիշերները զբաղվել մկների ձանձրալի որսով, ինքը թագավորը ինձ ուտելիք կմատուցի ոսկե սկուտեղով»։ Այսպես մտածելով, բուն ամբողջ ձայնով սկսեց ճչալ։ Նա այնպես բարձր էր ճչում, որ պալատում քնած բոլոր մարդիկ իսկույն արթնացան։ «Ո՞վ է համարձակվում այդպիսի գարշելի ձայներ արձակել իմ պալատում», բարկացավ թագավորը, «գտեք մեղավորին և այստեղ բերեք»։ Բոլոր պալատականները վազեցին կատարելու թագավորի հրամանը։ Բվին գտնելը շատ հեշտ էր, որովհետև նա անընդհատ բվում էր։ Պալատականները բռնեցին բվին, քարշ տվին թագավորի մոտ և ասացին. «Տեր արքա, ահա թե ով է խանգարում ձեր հանգիստը»։ «Ողջ փետրահան անել նրան», հրամայեց թագավորը։ Ծառաները բռնեցին բվին, փետրահան արին և դուրս շպրտեցին պալատից։ Նախանձ բուն հազիվ իրեն գցեց անտառը։ Նա հաճախ թութակներին պատմում էր իր տխուր պատմությունը և հայհոյում սոխակին. «Այդ բոլորի համար հենց նա է մեղավոր, այն անպիտանը»։ «Ինչու է նա մեղավոր»՝ հարցնում էին թութակները։ «Բա ինչպես, եթե պալատում չհանդիպեի սոխակին, ես չէի երգի, իսկ եթե չերգեի, ինձ փետրահան չէին անի, դուրս է գալիս, որ իմ դժբախտության պատճառը միայն ու միայն սոխակն է»։ Մի նմանվիր երբեք բվին և մի մեղադրիր ուրիշներին, երբ դու ինքդ ես մեղավորը։